Ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է քաղաքական շատ բարդ իրավիճակում։ Փաստը մեկն է. չնայած պետական ողջ ռեսուրսին, չնայած վարչական լծակներին ու չնայած տարաբնույթ հազարավոր խախտումների, քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Եվ հենց այդ պատճառով իշխանությունը շտապեց հայտարարել հաղթանակի մասին դեռ այն ժամանակ, երբ հայտնի էին, եթե չեմ սխալվում, ընտրատեղամասերի ընդամենը 10%-ի արդյունքները, լավ գիտակցելով, որ անգամ նման մեծածավալ միջամտություններով ու խախտումներով չարձանագրվեց Բաղձալի հաղթանակը։ Թվերը վառ ապացույց։ Ընտրողների կեսից ավելին իր ձայնը չի տվել քաղաքացիական պայմանագրին, սակայն այդ փաստը ընդունելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը սկսեց վիրավորել այն քաղաքացին, ովքեր իրեն չէին ընտրել, նրանց կաշառակեր անվանելով։ Հայ ժողովուրդը այս ընտրություններում արեց հստակ արձանագրում։ Դուք չեք հաղթել, դուք կարողացել եք պահպանել միայն իշխանությունը, բայց չեք կարողացել ստանալ ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Իսկ այն իշխանությունը, որը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, այլևս երբեք չի կարող խոսել ժողովրդի անունից։